Այսի հա արդեն հավաքել եմ։ Շատ լավ է, Ինձ ելնել է։ ըստ մի հատ բան է ուզում ուղղակի հարցնել։ Ասա, please։ Այս հետնաֆոնը որ բան ենք տվել, cover ենք տվել, Հա, cover-ի թե քնդ մի վարքյան նայեմ, հեսա կոնկրետ ասեմ։ Հա, contain-ի ժամանակ ինքը այս տակը էսենց ավելորդ գիծ ավելացնում շատ լավ, ու արի չի հասկանանք այդ անցնում գիծի էլի։ չէ, այդ գիծը իրականում ոչ թե դրա գիծն է, դա ինձ թվում է body-ի background-ը ինչ որ, հեսա գտնենք իրեն։ Ուզում ես կոդ ուղարկի միասին մատ նայենք, համ վերլուծենք, մատ վերիշենք HTML CSS-ը։ Ըհը։ Կա zip անես, այդպես։ Թոնի։ Ես քեզ համել վիդեո դասը պիտի ուղարկեմ, մոռացել եմ անցածները գցեմ, հեսա սաղ մի ժամանակ գցեմ, ինչքան մնացել է, այսօր ուղարկեմ։ Ըհը։ 75 մեգաբայթ է, այդքան ծանր է նկարները։ Երևի հա մի քիչ շատ էր նկարները։ Հա։ Յամիջը։ Այս էկրանից կիսվեմ, Արչան։ Ըհը։ Ստոպ արա, որ ես կանեմ կիսվեմ։ Ես անջատել եմ իմ մոտից։ So share screen, access screen, share. Դնում ես էկրանս։ Հա, հա։ Դասավորը։ Ինչքան պարապմունքիչնի դասես մնացել է։ Մի օր մաքրեմ նստեմ։ Так. Sense. Examining. Crossing. Ստեղ։ Սի հայդանենք, մեծացնենք, սի x-անենք, մտնենք պրոյեկտը, նայեք պրոյեկտի ստրուկտուրան, ունենք HTML, CSS, ունենք assets, ունենք image, շատ լավ է, image-ները քաշել ենք, image-ները բարձր որակով են քաշել, ժամանակ ծանր է, նորմալ է, խնդիր չկա։ Նայ արս, եթե սես պահ կաստեմ, այս մասին խոսանք, հետագայում, որ ինչ-որ սայթեր սարքես, շատ հաճախ սես նկարները, որ ծանր է, պահվում է սերվերում։ Այսինքն պատկասա, ինչ-որ տեղ պահվում է, դու իրա լինքն ես ունենում։ Պատկասիր։ Հա։ Այդ image-ի լինք ես, էլի տար URL ես տալի ավելի շատ, էլի, որտեղ շատ ծանրաբեռնված չլինի։ Զուտ իրան կանչում ենք, հա, սերվերից։ Այդպես տարբերակներ կա, երկու ձևեր հանդիպում է, նայած ինչ ձևի պրոյեկտ է, կախված պրոյեկտից տարբեր լուծումներ կարանք տանք, էլի։ Շատ լավ, արի մտանենք նոր։ Так, մակետը, արի մտել մակետը միաժամանակ կողքից բացեմ։ Մակետը ես հեսա ստեղ եմ ուղարկեմ։ Շտանամ իրա կողը, այսենց։ Ունենք։ Так, մացենց ընդհանուր նայեմ։ Եկել հասել ես, բայց հավաքես արդ, ինչքան ժամանակ է տևը։ Էսի օրական տենց ժամուկես եմ տրամադրել, մի 3-4 օր էլի տենց է։ երևի։ Կարևոր է, ասամել կագրաս եկաբան հիշել ես, չէ։ Հա, հա։ Շատ լավ է։ Ստե ոնց կարա իրաներ, որ ամեն մեկի վրա որի վրա պահել, ինքս ասած մեծ անար սիրունանար։ Բանով երևի, որ շադով, հա։ Չէ, շադոն ստվերն է։ Հա, հովերով։ Ապրես հովերով, բայց ինչ պիտի աներ հովերի ժամանակ։ Իա մի բան անենք, հովերին շադով տանք, թե ինքը որ փոքրանա, մեծանա։ Շադովը ստվեր էր, մենք ուզում ենք նկարը մեծանա։ Ասենք պատկասա, մեկը որի վրա պահես, ինքը կսած գամ մեջտեղ, ցած անիմացիայով սիրուն մեծանա։ Պատկասի, ես մեծ նկար դառնա, որի վրա պահես պրոստը։ Հա, with hate տանք ու այդ ժամանակ տանք դրանց։ With hate ունի, չէ։ Հա։ Cursor pointer ենք դարում մեկնիկը պահենք իրա վրա cursor pointer-ը լինի, հետո տալիս ենք hover-ի ժամանակ, այսինքն hover-անը մեկնիկը պահեմ իրա վրա, իրա width-ը սարքի օրինակ ավելի մեծ, այսինքն 500-ը սարքի 800 պիքսել, հետո այսքան։ Բայց պատկերացրու, որի վրա պահես ինքսս մեծանալու է։ Այդպես բանը ուզում ես շատ կա սայթում, կամ որի վրա պահես border հայտնվի։ Հա։ Դա ոնց կանեիր։ Էլի այդ hover-ով border կտայր։ Հա։ Շատ լավ, ընդհանուր շատ լավ այս առաջին հատվածը։ Mobile հասցրել ես, նայես։
Մոբայլը չէ, հələ մոբայլին չեմ հասցրել, բայց միջև այդ մեր դասերը կնայեմ մի հատ։ Արժան, ընդհանուր մոբայլը էսի կարաս բանանես, ավելի ինքը ընդհանուր responsive է, փոքրացնում էլի կարաս բանանես, սրանք օրինակ երկու հատ սարքես, իսկ ես մեծ չափում մի հատ ցույց տաս, էլի մի հատ իշտի ներքև։ Ընդհանուր վեբը լավ է, մոբայլը դե ընթացքում կդզենք, շատ լավ է, արի մատ վեբը, բայց ընդհանուր նայենք, արես գիծը դեմից հասկանանք, ինչ գիծ է, ախպերես։ Հեսա կոդին էլ կնայենք, էլի, մենակ բանով չէ։ Կոդին էլ կնայենք, արի հասկանանք ինքը ինչ գիծ է։ Так, գնացինք վերևից։ Այս մեր body-ն է։ Ամբողջ ծրագիրն է։ Ունենք header։ Header-ը ինչքան հատված է։ Header-ը այսքան հատվածն է։ Լավ, շատ լավ։ Header-ի մեջ ունենք container, container-ը մեր Կողի չափսեր։ Մենակ այսքանն է։ Այս container-ը ուշտեղ օգտագործել ես։ Համարյա հա, սաղտեղ օգտագործել եմ։ Որտեղ պետք է օգտագործենք, որ սա ամեն ինչ պրոպորցիան պայ։ Այս է օրինակ պիտի container կլաս չէ ունենա։ Ճիշտ է սա, լավ։ Հա։ Շատ լավ է, կապա։ Շատ լավ, իջանք ներքև։ Մի վայրկյան։ Էսի header info block-ն է, իր block-ն է։ Խնդիր չկա։ Info block name։ Info block name-ը ինչն է, արի հասկանանք։ Վկուսնյաշկի։ Այս վերևի այդ մարինայի տակինն է։ Հա, տեսա ախպերս։ Լավ, այս բլոկն է, այս բլոկը փակենք, մեզ ինքը պետք չի։ Էսի է։ Էսա ցենց իրա վրա է բարձացած, հա, դիզայնով էլ։ Չէ, դա ուղղակի այս կողինը որ բացել ենք ինքը դրա համար մտել է տակ։ Ապրեստեղ չեմ, շատ լավ, այսինքն դե մոբայլը responsive-ով դզենք։ Info block էսի է, նորմալ է, ստե բան չկա այս TV մեջ նայելու։ Դրանի ոչի բան ստեղից չի, անցանք ներքև։ Ունենք մի հատ, այս տակը նկարներն ենք դրել։ Շատ լավ։ Այս ինչն է, այս կլուբնիկն է։ Նայ, այս կլուբնիկը ոնց է դրել, որ ստե հայտնվի նայենք դիզայնով, absolute-ով է, չի արել։ Absolute-ը ստե rotate-ը սարել, որ ֆրա։ Լավ, absolute կարելի աներ, բայց որ դու վերևից իջացնես ներքև, աշտես դու 1210 այս կոմենտով ես, չէ՞ տարե։ Հա։ Նայ, կարելի դու բանաներ։ Ինքը իրան որ դու տայր էլի absolute, բայց իր ծնող դիվը relative, չէ՞։ Ինքը դու էլ կարիք չէ օրինակ վերևից այսքան իջացնեիր։ Վերևից դու ինչքան ես իջացրել, հա դու merge-ով ես вообще իջացրել։ Հա, մի քիչ է։ Լավ, բայց ես վախտեր եթե absolute ես օգտագործում, իր left-ն ու right-ը էլ օգտագործի ավելի շատ։ Բայց ինչ։ Հիմա այս գիծը հասկանանք, ինչից է հայտնվի ախպերս։ Այս գիծը ուրեմն հայտնվել է այս կլուբնիկի նկարը որտե՞ղ է, այսի ուրա։ Այսինքն ունի background ինչ-որ image, չէ՞։ Ահա։ Արի background menu-ն է երևի, չէ՞, menu-ն չի։ Ով է այդ background image-ի տերը։ Այս header-ի մեջն է ինքը։ Просто Սա կճարենք։ Так. Քնոջի։ Սա կճարենք ախպերս։ Կարող header-ն է, հենց header-ն է։ Հա։ Ինքը cover-ի ժամանակ չկա այդ գիծը, հենց contain-ը դնում եմ, ինքը նոր գիծ է ալնում է։ Ինքը background image-ից է խնդիրը։ Background image-ը էս մալին են, էս ծուխը իրար հետ, հա։ Ահա, այդ ծուխը հա, հենց իրար հետ առանձին չէր ստեղ ծուխը։ Background image, background, հետ-ը մենք խենք տվե։ Հա, կոնկրետ հետ տվե, բանին, հասկացա, header-ին։ Պետք է, որ իստեմա պետք չէ, որ իստև կանենք մտացենք, սան բան կանենք։ Overflow hidden ենք տվե, որ ոչի բան չէ, որ պետք չէ լի, background repeat, no repeat, background repeat, no repeat, ենք տվել ենք, որ մի վարկյան, background repeat, no repeat, շատ լավ, ոչ մի ձե merge-ին նորմալ չի վերցնելու, որ հա վերցնելով չնայած վերևից է պետք չի մեզ merge-ին։ Իրականում խնդիրը այստի է, մենք իրան տվել ենք նայ։
Այս գիծը իրականում repeat-ի գիծն է։ Մենք իրականում տվել ենք no repeat, չէ՞, բայց ինքը իրականում repeat անում է, որովհետև իր hate-ը թույլ է տալի։ Դες իր hate-ը թույլ է տալի, եթե մենք իր hate-ը պակասացնենք, այնքան ինչքան նկարի hate-ին, այդ գիծը կանետանա։ Հա։ Գիծը չանետացավ, ես հասկանանք խի։ Մի վարքյան։ Կարող են ստենցա քաշած նկար ախպեր։ Չէ, ինքը էլեմենտ ուզում ես այն բանը, contain-ի տեղը cover տուր, դες ինքը կորում է գիծը։ Փորձենք։ Cover ոչ թե cover թե ոնց։ Ահա, հենց cover ոնց որ տալիս է, ինքը գիծը չէր ելնում։ Էլի կա։ Դու cover-ի ժամանակ hate-ով ես բաները, հա, cover-ը ասես մնում է, հա։ Խիբա cover չենք տալի։ Cover-ի վաղ ինքը ոնց որ կիսատ երել է նկարը, թե չեմ սխալվում, թե ընդհանուր նայենք առանց ինդեքսի։ Մի խնդիր էլ է ոնց որ ես։ Ասա կճուկենք։ Արի մատ բանը նայենք։ Միջա։ Հակված ուրետակը սև գիծ կա։ Բանը մակետի մեջ էլ, բայց ոնց որ չէր ում գիծը։ Թե ինքը կարող է հետ վերցնի ուղակի։ Չէ, կարող է հետ վերցնի։ Պիտակասնանք տնանք չէ, ոնց որ գիծ չկա տակը։ Չէ։ Իսկ էսի սենսեր հենց է, մի հատ կան refresh անեմ։ Չէ, cover-ի ժամանակ էլ չի այդվում։ Հեսա գտնենք ինչից է, մի վարկյան, արի բան տամ։ Contain տամ թեր գիծը լինի։ Մենք մեր header-ին կոնկրետ հետ ենք տվել այսքան։ Չէ, այստեղ մեկ էլ overflow header-ն ենք տվել, որը պետք չի տանք, ես եք սրականում պետք չի տա ստեղ։ Բայց դեմա պիտի մտածենք ոնց անենք, որ այս գիծը անհետանա, այդ գիծը repeat-ի գիծն է, բայց թե ոնց հայտնվել չեմ կարող հասկանալ, հեսա կհասկանենք։ Так, ես մեր header-ին ուրիշ բան չունենք տված։ Body-ին չունենք։ Այսի մեր container-ն է։ Մեր header-ին ենք մենք տվել background image։ Background size contain, որ ամբողջով անի։ Background repeat round պետք չի, սրանք ոչ մեկ պետք չեն մեզի։ Այսի նոր repeat-ն է պետք։ Սրա իրականում լավագույն լուծումը բանն է, ոչ թե contain տայինք, cover տայինք, որ ինքը ծածկեր ու հետը ստանդարտ տայինք։ Այդպես հաստատ աշխատելու է, բայց չեմ կարող հասկանամ խի բանով չի աշխատում, ինչ-որ բան այդ գիծը վեկալում է։ Ինչն է այդ գիծը։ Ոչ տեսողական կլինի։ Ինքը ոնց է հող դրալի շատ լինի, բայց ինչից է գալիս։ Որ պահից է գալի։
Դե կամ էլ կարանք սա ստացենք։ Հարակ ձև էսիա background color տանք։ Background, ոչ թե background, այլ background color, որտեղ background image ենք տվել։ Արի body-ին տանք։ Body-ին էդի հետը չի վեկալում։ Իվարկան։ Հիդրնա։ Սաղ ճիշտ է սարի, արսես գիծը, հեսա պիտի հասկանանք ինչից է, սխալ բան չի սարի, ախր։ Ու էդի նկարից է կոնկրետ, որտև դες գույն տալիս է, մինքը չկա այդ գիծը, կոնկրետ նկարի հետ է գալի։ Կարա ուրիշ նկար մատել փորձենք դնենք։ Ինչ-որ նկարի թերություն ոնց որ լինի ու չենք կարող բռնենք։ Մոտրարի մարկետն է։ Դու սակայն նույն գիծը բնայ վերևը կա։ Վերևինը չեմ նկատել։ Ոստա այս վերևը կա այդ նույն գիծը ենթարկվում, ոստա գծերը չի թողում տենանք։ Իվարկան։ Այստեղ այդ նույն գիծը պիտի լինի։ Ու էդի գալիս է, այստեղ մարկետը որ ես նայում եմ։ Իվարկան։ Դերում եմ որ ինքը ըստ տակ այստեղ մեծ մի հատ սպիտակ գիծ ունի։ Այն նկարից հա։ Նայ ոնց է լավ երևա։ Նայ, դերում ես բացի այս թեք գծերից կոմոդներից ավելի լավ կերևա։ Մի հատ էլ այսպես թափանցի գիծ կա։ Այդ թափանցի գիծն է վերցնում էդի։ Որ նկարը փոխանցում մենք սխալ բան չենք կարի, սխալ вообще չեմ տենում էլի։ Ու 99% նկարից է լինել, որովհետև նայ մենք մեծացնում ենք արդեն որ տեղավորվում է, ինքը նկարը որ նորմալ տեղավորվում է, անետանում է։ Դες մեծացնում ենք արդեն քչացավ։ Այս կոնկրետ նկարի կբանը։ Նկարի հետ է։ Այ նկարը փոխենք կդզվի։ Մի վարքյան։ Ասես refresh անեմ, կոդով նայենք ինքը որտեղ է, նկարը փոխենք, տենես որ դզվելու ավտոմատ։ Այս մի բան է տորտը դնենք, չգիտեմ, այդ ուրիշ տորտ դնենք։ Չէ, սխալ չես արի, ախպեր, սաղ ճիշտ է, իդեալական կոդ է նայել եմ։ Կոդը ո՞րն է բանը, գրածը ճիշտ է սաղ։ Կոդերը չեն նայել, սա կոդն նայենք։ Սաղ մի ֆայլի մեջ ես գրե։ Ահա։ Հələ տենց չեմ պատկերացրել ոնց կանանք էլի, մի քանի ֆայլով գրենք։ Հələ որ մենակ սենց եմ գրել։ Հեսա միացած ձևը կսովորենք այդ ախպեր, սա ռեակտիվ հասնենք, կնես կանենք, սաղ կլինի դի։ Այդ ֆայլը header-ներ չէ, header-ի background-ներ։ Այսինքն CSS-ի մեջ է գրած չէ։ Control header անենք։ Այս տվնենք, արի header-ը փոխենք, ուրիշ տնենք։ Սանք չգիտեմ, սանցից որն է նորմալ նկար։ Ոնց որ տակ ունենք մի հատ էլի դες չեմ հիշում։ Նայ սենց նայենք։ Օրինակ որը դնենք։ Արի այս քեյքերից մեկը դնենք ուրիշ բան։ Դες չունենք։ Արի էսի դնենք։ Բայց արի նես դնենք, որ սա սևը չենք դնենք, թե չկարի նես բան դնենք, որ սպիտակոտ լինի, դրանք սևը մնաց, թե չէ։ Անունը ֆոտո 4-ն է։ Դες գիծը գնաց ախպեր։ Նկարից է։ Ման սաղ կոդը ճիշտ էր ախպեր, չէր կա կոդիցիոններ, սաղ սիրուն գրել էի կոդը։ Նկարի հետ գալիս էր, այս մարկետի մեջ թերություն կար, այդ եկել էր, սենց պրոստը սենց չի երևում, ինքը թափանցիկ գիծ է։
Հա։ Նայում եմ կոդը սաղ ճիշտ է, ինչ տարբերություն cover contain, սա նորմալ հարց է։ Background-ի միշտ գույն փորձեցի տամ, դրա վրա չազդեց, հաստատ մտածի որ արդեն նկարից է։ Հա, վայ հիմա թեթև կոդի ստրուկտուրան նայեմ, ախպերս։ Նոր անցնենք առաջ։ Ստեղ ինչ է սարե։ Այստեղ ֆլեքսներով է ոնց որ արե։ Ինչ է display flex-ը քանի հատ պարամետր ունի, այդ հիմնականներն է սա։ Դրանից հետո ինչ կարաս անես, flex-ը вообще ինչ անում։ Ու flex-ը, ասենք block inline, որ երտակ ասենք եթե ունենք ինչ որ բան, ինքը display flex-ով կարող ենք միտողով ստարկենք։ Հա։ Ապրեց երտող բերելու համար, ուրիշ ինչով կարող ենք անենք, որ flex-ով չանենք։ Երկրորդը grid-ով կարող ենք անենք նույն ձևով։ Ապրես, ինչ տարբերություն կա grid-ի ու flex-ի մեջ, ինչ ունի grid-ը, որ չունի flex-ը։ Grid-ը ունի rows, եթե flex-ը ոնց որ չունի, չէ, rows, որ ներքևից էլ շարունակենք։ Մոտավոր հասկացա ինչ ես ասում, նկատի ունես, որ flex-ը ուղղությամբ է դասավորում, իսկ grid-ը նաև կարա column-ներով դասավորի։ Հա։ Row-ներով դասավորի, երկու ձևեր կարա դասավորի։ Շատ լավ, բայց բացի դրանից grid-ը մեզ թույլ է տալի template column-ներով, այսինքն նաև ոնց է մենք header-ին ասենք իր մեջ իրան ոնց զավակները պահեն, էլի։ Այդպես պարամետրեր չունի մեր flex-ը։ Հա։ Միշտ որ բան ենք անում, ասենք menu են գրում, վերևը սա menu-ը հայտնվում։ Ահա։ Բայց լավ բաներ ունի։ Justify content երկուսն էլ ունեն։ Ընդ բանը ինչ ունի նաև բանը, որ grid-ը որ չունի ստեղ, այդ ոնց ենք դասում վերև ներքևը։ Ինչի վերև ներքևը։ Justify content-ը բերում է մեջտեղ, չէ՞, justify content center։ Ոնց անի, բավարարից վերև ներքևով մեջտեղ բերի։ Էդի էլի ոնց որ justify items-ներ, թե չեմ հիշում։ Align items։ Align items։ Ապրես ախպերս։ Չէ, ընդհանուր նորմալ է, հիշում ես հիմնական բաները, շատ լավ է։ Էսի ես ասում ուղիղ գծի անուն ինչ էր։ Որ մեկին է։ Մենք սա ինչ ենք տալի, border 1 pixel։ Որ solid-ն է, հա։ Ապրես solid-ն է, ուրիշ ինչ տարբերակներ կա։ Մի հատ էլ եմ օգտագործել Dashit-ը։ Dashit-ն է, կետագծերովն է, տենանք որտես օգտագործե։ Հես այդ բանի մեջ աղջկա կողը, տակը կապուտը։ Հեսա չիտայ ծոցի որ գրացա կապուտով։ Այդ ռեզուլտատի տակը։ Տեսա, ապրես։ Всё ճիշտ է։ Շատ լավ, ապրես։ Սլայդերը սա մենք որ JavaScript-ը խորնացնենք, այս սլայդերը հետ գրելու ենք արդեն, որ սեղմենք թեքի ուրիշ բան ցույց տա։ Ստեղ ենք բաներ գրելու, որ սեղմենք օրինակ նկարը մեծանը։ Ոնց բան գալերեայի պես էլի, սեղմես մեծանը x-ի բաթան լինի, սեղմենք փակվի։ Հա։ Այսօր գրելու ենք արդեն որ մենք շատ խորանանք, սերվիս կսովորացնեմ քեզի, ոնց կարաս գրես, որ նամակ է թա հեռախոսին կամ մեյլին։ Սա սա սիլք է քալնելու։ Նա ոչ միտեղ չի տանում, նորմալ է։ Էսի ոնց է քաշեմացելի նկարը։ Սանք չէ, մենակ այդ աղջիկն ու հետևինն է, տեղի կլորն է իր հետ։ Դա ուզում ասեի, որ այս անունները պետք չի բանով սարք։ Անունը տեքստ պիտի լինի, էլի։ Անունը չի պիտի լինի նկար, որտեվ անունը պատկասա քոյի մեջ ունես թարգմանություն։ Հա։ Չէ, թարգմանությունը ոնց է անելու, որ բանը ինչ է անունը։ Ու նկարը անդադ չես փոխելու, դա պետք թարգմանության մասն ենք մենք անցնելու, որ sense button-ը լինի, սեղմես լեզուն թարգմանի։ Դրանք սովորացնեմ ոնց անես։ Ըստ համել որ ասա խորանակ JavaScript-ի մեջ կսովորացնեմ նա որ ստե սխմես, այսինքն դու արդեն էսի կարաս։ Ոնց կարաս ստե սխմես, որ ինքը բացի քարտեզը։ Դա i-ով կարանք հենց քարտեզի լինկը դնենք։ Քարտեզի լինկը դնես, սեղմես ինքը Google-ով բացի քարտեզը։ Նույնը համար է կարաս դնես link, ստե որ սեղմես ինքը դրա զանգի կոճակաբացելու յանի ուզում է զանգի։ Հա։ Այդպես հատուկ պարամետր կա, ֆոնա կոչվում, որ ֆոնի բաներ դնես, էլի, սխմես զանգ կատարի։ Մի ավտոմատ լրացնել է այդ համարը։ Հա։ Շատ լավ ախպերս գոհ եմ։ Հիմա արի բանը, հիշենք որտեղ ենք հասել JavaScript-ից։ Ինչ է JavaScript-ը։ JavaScript-ը մեր ֆունկցիաներ, անիմացիաներ ստանալու համար։ JavaScript-ը մեր ծրագրավորման լեզուն է, ի տարբերություն HTML, CSS-ի, չէ՞։ Հա։ Մենք որ դասն ենք հասել, կարող ես հիշես։ Մենք 10-ն ենք հասել։ Զանգվածների հարուր։ Շատ լավ, հեսա թեթև քեզ խառը հարցեր տամ, տենամ ոնց ես հիշում։ Քանի տիպի փոփոխականներ կան JavaScript-ում։
3 տեսակի փոփոխականներ, հիմնականը քանի ձև հայտարարել կարաս հայտարարես փոփոխականը, դի եթե հարցնեի քանի ձև կարաս հայտարարես փոփոխականը, դու կասես 3։ հա, բայց Տիպը քանի տիպերը 7 Ապրես, 7 տիպերի չէ։ Հա, ճիշտ է, Բանը, հիմնականները։ հիմնական string-ը, number, boolean-ն են, չէ, հիմնականները։ Ճիշտ է։ Ինչ կլինի, եթե դու string-ին գումարես number։ Ու նո string-ը եթե տեքստի կողը ուղղակի թիվ կավելանա։ Ապրես։ Ինչա if else-ը։ If else-ը մի բան եթե մենք ասում ենք օրինակ եթե սա այսպես է թողում ես ինչ որ ցույց տա եթե այդպես չի հակառակ պայմանի օպերատոր իրանք պայմանի օպերատոր են պայման ստուգելու համար են նախատեսված if-ը ոնց է աշխատում if-ի մեջ գրում ենք պայման եթե պայմանին բավարարում է if-ի սկոպկեքի մեջինն է աշխատում չէ if-ի ճակերտների մեջին եթե չէ else-ի ճակերտների մեջինն է աշխատում Նաև գոյություն ունի elif-ը, else-if-ը, որը բան անում էլի, եթե if չի, եթե երկրորդ if-ն էլ չի, նոր else-ն է։ Ահա։ Ապրես, հետո հիշեցինք, ինչի համար է պետք մեզ ֆունկցիաները։ Ֆունկցիաները մեզի իրանց կարող մենք իրանց անուն տանք եւ որ ամեն անգամ չսարքենք թազա ֆունկցիա, մի ֆունկցիան կարանք ամենտեղ կանչենք։ Ապրես, ոնց են կանչում ֆունկցիան։ Ֆունկցիայի անունով։ Ֆունկցիա ունես գրում, կողքը գրում ես ինչ ճակերտներ, չէ՞։ Հա։ Ինչ որն է ֆունկցիայի պարամետրը, ինչ է նշանակում ֆունկցիայի պարամետր։ Ֆունկցիայի հենց իր ճակերտների մեջ գրվում է կամ պարամետր կամ արգումենտ։ Արժեքն է, ինչ արժեքներ պիտի ստանա։ Ու պարամետրի մեջ դրանք պիտի փոխանցենք, չէ՞, ֆունկցիայի կանչի ժամանակ։ Օրինակ կարաս ասես բանավոր մի հատ օրինակ բերես ֆունկցիայի։ Օրինակ ֆունկցիա ունագրենք age age ու ճակերտների մեջ օրինակ գրենք a ու մենք an բանա պարամետր ենք։ Փոխանցվող պարամետրն արժեքն է, շատ լավ։ Ինքը իրան պիտի փոխանցենք դրսից, չէ՞։ Հա, կամ էլ արգումենտ կարանք գրենք, այսինքն միանգամից այդտեղը մենք տենց մեր թիվը գրենք։ Դա ոչ թե արգումենտ է, դա կոչվում է default արժեք, լավ, արի հիշենք դա։ Հա։ Default արժեքն է, եթե գրում ենք, ասենք, նայ ֆունկցիայի մեջ գրում ենք ֆունկցիայի անունը, նայ։ Օրինակ նայ, ասա ֆունկցիա, չէ՞։ Ինքը ստանում է name, օրինակ գրում է բարև էս ինչ։ Եթե մենք գրենք name հավասար է ու գրենք ինչ-որ արժեք, օրինակ, չգիտեմ, ասենք անի ինքը ուստեղ ասենք name, եթե մենք հիմա իրան կանչելուց ոչ մի բան չտայինք, ինքը ինչ էր անելու։ Ու կանչելուց հենց անի կգրենք արդեն։ Ապրես ինքը այս հենց էս կանչենք, ինքը ասելու է մեզի hello անի, որտեղ ինքը ոնց է աշխատում, նայում եթե դու արժեք չես փոխանցել, ու եթե ինքը ունի default արժեք, էսի կոչվում է default արժեք։ Չէ՞։ Ինքը default արժեքին է դնում։ Էս ինչ ենք անում, այս դոլար զնակը հիշում ես, չէ՞, որ թեք ճակերտների մեջ։ Հա, հա։ Շատ լավ է։ Չտամ։ Ոնց գրես մի հատ ֆունկցիա, որը կստանա երկու հատ արժեք, ու այդ երկու հատ արժեքը գումարի իրար։ Գրենք ֆունկցիա, օրինակ հենց այդտեղ great-ի օրինակով great, օրինակ a ստորակետ b Բակը գրած են, այ console-ը կապլյուս b։ Ահա, ու return կամ console-log a+b։ Լավ, շատ, հիմա ուզում եմ ասես return-ի ու console-log-ի տարբերությունը, որ ֆունկցիայի մեջ գրենք console-log ու return։ Ինչ տարբերություն կա։ Հա, console-log-ը հենց տենց տպում է, իսկ return-ը ինքը վերադարձնում է կոդը, այսինքն ինքը իր գործողությունը անում է ու վերադարձնում է ֆունկցիային։ Այսինքն ոնց պետք է return օգտագործենք, եթե ֆունկցիան գրած է return-ը։ Մի հատ էլ հարցեք եւ մենք պետք է օգտագործենք այդ ֆունկցիան, եթե ինքը return-ով անում։ Օրինակ, նայ, այստեղ great-ը, return hello, ինչ-որ բան ասենք։ Return մի վարքյան մի հատ փոփոխականով գրենք, հա։ Իրան կանչելու ժամանակ, նայ, մենք պետք է ինչ անենք, գրենք const։ Այսինքն պատկերացած թե գրում է, այստեղ console-ի փոխան գրած է return, այսինքն։ Հա։ Այսինքն պատկերացա գրած ախպերս։ Այս ժամանակ, եթե ֆունկցիան է գրած, որ մենք ուզենայինք տենայինք այս արդյունքը, պետք է բան անենք։ Գրենք մի հատ փոփոխական։ Հավասար է great pop, հետագայում console-ով անենք տեստը, չէ՞։
Հա։ Հասկանում ես, չէ՞, մասը։ Հա։ Շատ լավ Արշան։ Ասում ես քանի ձև կարած հայտարարես փոփոխականը։ Հայտարարենք։ Я это const let-ի պահը։ Հա, դա 3 ձևով հիմնականը, բայց դա const այդ երկու հիմնականի միատի որ չենք օգտագործում։ Ну, վարը որ արդեն հնացել է, ինքը ավելի let ավելի զարգացած է։ Իր թերությունը ո՞րն է։ Վարի որ ինչ Ну, ֆունկցիաներն են։ Էսի չունի։ Էսի էլ չի անում։ Մի վարքյան այդ Ու շատ կարևոր հարց է, ինտերվյուներին շատ են տալի, այդ մասը պետքա ֆիքսենք։ Այդ ֆունկցիայից դուրս գրելու պահներ իրան։ Ճիշտ ես ասում, նայ, եթե մենք սարքենք փոփոխական let ասենք ինչ-որ բան, այստեղ հավասար է օրինակ չգիտեմ ինչ-որ բանի, եթե հետագայում ուզենամ ես ֆունկցիայից դուրս այստեղ կոնսոլը գանեմ, այս մեր փոփոխականը, չէ՞։ Ինքը ասելու է error, ասելու ես չունեմ այդ փոփոխականը, որովհետև այս փոփոխականը սարքված է այս սկոպկեքի մեջ մենակ։ Let ու const-ի տարբերությունը վարից այնա, որ let ու const-ը հասանելի են իրանց սկոպկեքի մեջ։ Իսկ եթե վարը լներ, վարը վատ բան է, այսինքն վարը իրանից դուսերը հասանելի։ Այսի ասենք վար լիներ։ Պատկերացրու՞ց է։ Այս մասը ֆիքսել չէ, կարևոր մաս է ինքը։ Հա։ Շատ լավ, իսկ ինչ գիտենք array-ների մասին, ինչ են array-ները։ Այսօր աստեղ։ Array զանգվածները։ Այդի մեր փոփոխականի մեջ կարող պահենք զանգվածներ, Ինչ է մատդ մեզի զանգվածը։ Զանգվածը։ Ну որ զանգված է, բայց այգի միան պատկերացնենք ինքը յաշիկ է, որ մեզ հասկանալի ավելի լինի։ Ինքը ոնց որ մի հատ տեղ է, որտեղ մենք կարող ենք տարբեր բաներ լցենք։ Հա։ Պատկերացրու, դա ավելի լավ է, չի հասկացվում։ Հա։ Ինքը ասես յաշիկ է, քառակուսի յաշիկ է, ասենց էրա գրելա ձևը։ Ямեջ մենք օրինակ կարող գցենք մրգեր, apple, banana, orange։ Մի հատ կարևոր նյուանս կա, որ զանգվածի ինդեքսացիան սկսում է 0-ից։ Ինչ նկատի ունեմ, որ առաջին անդամը դա 0-րդ անդամն է։ Եթե ուզում եմ տպեմ օրինակ apple, պետք է գրեմ for-ից 0։ Պատկերացրու, չէ՞, banana որը կլինի։ Հա։ Առաջինը արդեն։ For-ից մեկ ապրես։ Շատ լավ, ստես հիշում եմ թեթև անցել ենք, բայց կամ էսի մեր դասն է, էլի, արի քայլարկալ գնանք առաջ ուրեմն։ Նայ, ոչ միայն մենք կարող ենք լցենք թվեր, այլ նաև կարող ենք լցենք string։ Նույն պատահի չի, ինքը նույն type լինի, էլի, բարի չի սաղ string լինեն, բարի չի սաղ number լինեն։ Կարա ինչ-որ խառը բաներ մեջ լցածել են, դաժե կարա boolean բան լցածել են true false։ Այսինքն ինչ ուզենք, մեջը կարող լցենք, պատկերացրու, չէ՞, դաժե կարա ուրիշ զանգված լցենք։ Հա։ Օրինակ կոնսոլ լոգանեմ mixed-ի չակերտների մեջ 0 1 2 3 4-ը ինքը մեզի վերադարձնելու է այս չակերտներով 1 2, որտեղ իր 4 անդամ իր հերթին զանգված է։ Հա։ Իսկ էսի դատարկ զանգվածն է։ Շատ լավ, դա ուղղակի կոնսոլ լոգեր են կարը։ Ինչ կլինի, եթե մենք կոնսոլ լոգանենք մի հատ բան, որ չկա, տպելու է undefined, հա։ Undefined, ապրես ախպերես։ Շատ հոյական։ Ոչ միայն մենք կարանք վերստենք կոնսոլ լոգանենք այդ արժեքը, այլ նաև մենք կարանք իրան փոխենք։ Հա։ Դրա համար մենք պիտի գրենք number 0-ն հավասար է 10-ի։ Ուսանց ենքով հենց մենք կոնսոլ լոգանենք numbers-ը, մենք տենալու ենք, որ առաջին անդամը արդեն փոխված է։ Պատկերացրու, չէ՞։ Իսկ հիմա ինչ տարբերություն կա, եթե մենք չգրենք number 0-ն հավասար է 10, գրենք number 0 2 հատ հավասար է 10 կամ 3 հատ, ինչ է լինելու։ Number 0 2 հատ կամ 3 հատ հավասար։ Պատկերացա, sense բան անենք, նայ։ Այսի sense control x անեմ, այստեղ console log անենք, proste։ Դետա կի արդյունքն ինչ էր տպելու, դու ինչ կասես։ Այսպես բան լինի ախպերս։ Ինչ էր տպելու արդյունքը։ Ակն է հավասար չէ, կոդ հավասար է ստե։ Այս ինչ է նշանակում вообще։ Ինքը ըստ console log-երի մեջ եթե չեմ սխալվում, sense չի գրվում, չէ՞, 2 հատ հավասար 3 հատ։ Նայ, միշտ որտեղ տենում ես 2 հատ հավասար 3 հատ հավասար, ինքը իմացի պայմանը։
ու իր արդյունքը պիտի լինի կամ true կամ false։ Պատկասիր, հիմա մենք ստգրամ number zone հավասար է 10-ի։ Այստեղ չէ։ Number zone մենք տվել ենք, չենք տվել, չէ՞, որ 10-ի հավասար լինի։ Հա։ Հենց բայց եթե sense բան ունենք, օրինակ այստեղ ինչ որտեղ ինքը մեզ դե տալու է true, որտեղ արդեն number zone մենք 10-ի հավասարացրել ենք։ Համ իր 2 հատ հավասարով, համ 3 հատ հավասարով տալու է true։ Իսկ եթե էսի առաջ չլինենք, մեզ տալու է false։ Որտեղ մենք 10-ի հավասար չի։ Ինչ հասկացանք ախպերս, որ եթե ուզում ենք արժեքը փոխենք, ես ինչի համար եմ սա ասում, որ եթե ուզում ենք արժեքը փոխենք, մենք պիտի մի հատ հավասարով գրենք։ Մի հատ արժե, մի հատ հավասարը այդ ինչն է։ Վերագրումը։ Վերագրում ախպերս, մի հատ հավասարը վերագրումն է։ Դա կարևոր բան է, որ հասկանանք։ Իսկ 2 հատ հավասարը ու 3 հատ հավասարը Դա արդեն պայման է, հա, դառնում։ Պայման ու ստուգումը։ Ինքը պիտի վերադարձի true կամ false իր արդյունքը։ Հա։ Շատ լավ, այսքան հասկացանք ախպերս։ Անցանք առաջ։ Մի հատ շատ կարևոր պարամետր ունի մեր զանգվածը, որը լիքը տեղեր մեզի փրկում է։ Էդի ախպերս length-ն է, տես։ Մենք եթե ուզում ենք տենանք քանի հատ անդամ կա մեր array մեջ, պիտի գրենք array անունը get length։ Էդի շատ օգտագործվող բան է, length-ը անդադ օգտագործում է, դաժե պատկերացա դու պիտի ցիկլ պատտվես։ Ցիկլը ինչ է։ Ցիկլը, որ մենք տալիս ենք ինչ-որ արժեք, մինչև մեր հաջորդ արժեքը ինքը պատտվի, հա։ Հա, ինքը ո՞նց է աշխատում։ Քանի ձևի ցիկլ ունենք։ Ինքը ցիկլ 2 ձևի։ Որոնք են։ For մեկ էլ while, հա։ Ապրես for ու while, while-ը ո՞նց է թարգմանվում, while ինչ է։ While-ը քանի դեռ չէ։ Քանի դեռ։ While-ը քանի դեռն է, իսկ for-ը դա կոնկրետ այսպես հիմնական շրջապտույտն է, ցիկլն է։ Ինքը հետեւյալ ձև է աշխատում։ Մենք տալիս ենք պայման, ինքը այդ պայմանին քանի դեռ բավարարում է, պլյուսանում աշխատում է, չէ՞։ Օրինակ մենք տալիս ենք միջև 5-ը, բոլոր տպի թվերը, ինքը գրում է let in հավասար է 0-ի, in փոքր է 5-ից, i պլյուս, ու ամեն անգամ ինքը տպում է in առաջին քայլում 1 է, հետո 2, հետո 3, չէ՞։ Հա։ Հիմա ախպերս, այդ նույն ձև մեզ է պատկասա, մենք ուզում ենք տպենք այս մեր array-ը, բոլոր անդամները։ Մենք պիտի ոնց անենք, պիտի այս numbers-ի երկարությունը չէ իմանանք, որ մենք իմանանք ինչա որտեղ վազենք։ Հա։ Պիտի գրենք ցիկլը ոնց, ասա գրենք, տակը մոտավոր պատկերացնենք։ Տարածքները ոչինչ, պրոստը գրենք։ Պիտի գրենք for, չէ։ Հա։ Հավասար է 0 in 0-ն, հա։ in փոքր կամ in փոքր հավասար է 5-ին։ Մենք չգիտենք մեր արժեքը։ Numbers-ի երկարությունը մենք գիտենք ինչքան է։ Չէ, ուրեմն length գրենք։ Ապրես, պիտի ինչ length գրեմ։ Numbers length։ Ու i պլյուս։ Ու սա մեջ արդեն մենք կոնսոլով գանենք արդեն in ամեն քանի բարձրանում է, չէ՞, դեմից 0 հետո 1 հետո 2, չէ՞։ Եթե մենք ուզում ենք in դեմից 1 լինի, մենք պիտի in 1-ից սկսենք, որ 0-ից սկսի։ Հա։ Լավ։ Շատ կարևոր բան է, իրան պետք է հիշել, ինքը շատ շատ օգտագործվում, վերադարձնում է քանի անդամ կա մեջը։ Հաջորդ կարևոր բաներից մեկը ախպերս push-ն է։ Push-ն ու pop-ը, որոնք համապատասխանաբար ավելացնելն է ու ջնջելն է։ Եթե մենք ուզում ենք մեր զանգվածի մեջ թազա բան ավելացնենք, պիտի գրենք զանգվածի անունը get push ու ինչ արժեք ենք ուզում մեջը լցենք։ Ահա։ Շատ լավ, pop-ը նույն բանն անում, պրոստը հանում է ախպերս։ Օրինակ նայ։ Իսկ ասենք, հա։ Որ ասենք sense չգրենք, այս construct-ի մեջ հենց որ ավելացնենք, sense ճակերտներով ասենք orange, դիտի շատ սխալ ալնում, թե ինչ որ տարբերություն անենք ախպերս։ Այս վերևի construct-ը որ կա, հա, մի քիչ վեր։ Հա, մենք դրա մեջ ենք, չէ՞, ավելացնում orange-ը այս push-ով։ Հա։ Հա, իսկ եթե որ չգրենք fruits push, հենց այդ բանալի կողովակի ստորակել դնենք ավելացնենք։ Ասած անենք, իր մեջ ավելանալու ինչ որ մենք գրենք, բայց պատկերացա քեզի պետքա դու բան անես, պայման ստուգես,
Նայ, պատկասա դու backend-ից ստացել ես ինչ-որ տվյալներ, ու քեզի պետքա ստուգես, եթե իրա ինչ-որ պայմանի բավարարում, նայ, պատկասա ստե լցած է մարկանց անուններ։ Այսինքն անենք, որ հասկանալի։ Գրած ասենք, ախպերս արի հերթովանենք, այսի պատկասա name-ը, ուզում լավ հասկանաս, էլի։ Name անուններ, չէ՞, հենց անուններն են, որ հասկանանք։ Իրա մեջ լցած է մի քանի հատ անուն։ Ասենք Կարեն։ Հիմա ախպեր, ուզում եք մենք հաջորդ անուն դնենք։ Կարանք սես կողքը գրենք, դնենք, չէ՞, բայց դա ձեռքով է դառնում։ Մեզի պետք է, որ մենք ստուգենք, եթե օրինակ պատկասած ունես նաև թազա մի հատ backend-ից տվյալ է ստացել, name-ը, ասենք մի հատ պրոստը թազա անուն է ստացել, որը ասենք Հայկ է, ու մի հատ է ստացել ես Հայկի տարիքը, պատկերացրի, ասենք Հայկն էլ, մի հատ age է ստացել, որը հավասար է, ասենք 13-ի։ Ստուգում ես, եթե Հայկի անունը, կներես անունն եմ ասում, Հայկի տարիքը մեծ է 18-ից, պատկասած ընտրողների անուններ է գրած, ով որ կանոնությանը մասնակցի։ Եթե Հայկի անունը մեծ է 13, տարիքը մեծ է 13-ից, մենակ այդ դեպքում փոփար է։ Չէ՞։ Հա։ Իսկ այս տվյալը դու դեմից չունես, դու հետագայում ես ստանում։ Դրա համար մենք պետք է այս ինչ-որ պայմանից ելնելով կանանք իրա մեջ բան լցենք, անենք, դատարկենք։ Պատկասից, չէ՞։ Հա, հա։ Ինքը մեզի իմաստ չկա մենք դեմից դնենք, մենք դեմից չգիտենք, թե Հայկը բավարարում է, թե չի բավարարում այդ պայմանին։ Ինչ-որ պայից սկսած է ինքը պայմանին բավարարելու, էլի։ Ստուգելու ենք, դնենք, լցենք մեջը, կամ ցիկլով պատտվելու ենք, լցնենք։ Հա։ Շատ լավ աշխատվեցի, ապրես Արճան։ Իրա նույնը փոփը ինչ անում, փոփն էլ ջնջում է։ Փոփը ջնջում է վերջին անդամին ախպերես։ Այ մենք ունենք մի վարքյան, որ չեմ ավել բան, ունենք apple ու banan։ Մենք ավելացեցինք orange, չէ՞, արդեն ունենք apple, banan, orange, չէ՞։ Հիմա հանում ենք orange-ը, ո՞ս պիտի անենք։ Պիտի գրենք fruit get pop։ Հա։ Պետք է ասել pop-ը հանում էլի վերջին անդամին։ Շատ լավ։ Pop-ն հասկացանք։ Մի հատ կարևոր բան ախպերս, նայ, մեր push-ը ավելացնում էր հետևից, չէ՞, վերջից էր ավելացնում։ Հա։ Նաև կա դեմից ավելացնելու հնարավորություն, որը կոչվում է unshift։ Եթե մենք unshift անենք, ավելացնենք mango-ն դեմից ավելանալու է։ Այս սրանք ախպերս ավտոմատը հետագա մանգիր է սանելու, լեկ սա շատ կիրառվող են, էլի։ Մի քիչ շատ ես աշխատում, ավտոմատ հիշում ես, որ զանգվածի մեջ լցնելը push-ներ, հանելը pop-ներ, unshift-ը դեմից էր, ու shift-ը այդքան շատ չի օգտագործում, բայց shift-ն էլ դեմից հանելն է։ Հա։ Սեն հիմնական օգտագործվող բաներն են։ Շատ լավ ախպերս, հիմա ասենք առաջ, նայ, կարևոր մի հատ շատ կարևոր բան է splice-ը, splice-ը շատ է օգտագործվում։ Ինքը ինչ անում ախպերս։ Տալիս ենք մենք իրան index, որ տվել ենք 2, 2-ը մեր որիորդ item-ն է։ 2-ը արդեն երրորդն է, հա, 4-ը, այսինքն։ Նայ, չէ, նայ, սենց աշխատում ախպերս։ Հակառակը, մենք ասում ենք սկսած երկրորդ ինդեքսից հեռասա մի հատ item։ Ասիր, հիմա նայ, մենք ունենք 1, 2, 3, 4, 5, չէ։ Մեր երկրորդ ինդեքսը որն է։ 3-ը։ Ապրես, մենք ասում ենք սկսած երրորդ ինդեքսից, մեր երրորդ 3-ն էր, մի հատ անդամ հեռացրա։ Իրան այսինքն իրան հեռացնում է։ Մենք ունենում ենք արդյունքում 1, 2, 4, 5։ Ասիր, էլի շատ կիրառվող է, հիշենք 2 հատ պարամետր է ստանում slice-ը, նախ ոնց է կանչվում, կետիկով է կանչվում, գրում ենք մեր զանգվածի անունը, գրում ենք get, գրում ենք slice, առաջին պարամետրով ասում ենք, թե որիորդ ինդեքսից պիտի բան հեռացնի ու քանի հատ բան պիտի հեռացնի։ Ինչ կներ Արճան, եթե ստե գրեի ես օրինակ 3։ То есть երկրորդ թիվը 3-ից հետո 3 հատ հանի։ Ինչ է լինելու արդյունքը։ Արդյունքը կլներ 1, 2։ Ապրես, ախպերս։ Բայց ինքը վերջում որ չունի, ինքը հանում է, հա, 1-ը։ Ասա եթե 20-ներ գրեր, ինքը 1, 2 է լինելու։ Ինքը չունի հանելու, չի հանում։ Հա, այսինքն error չի տալ։ Չէ, error չէ, ինքը ինչքան կարող հանի, էլի։ Շատ լավ, ախպերս։ Հիմա նայ, հաջորդը ախպերս, նայ։ Ասում եմ առաջին ինդեքսից, չէ։ Ոչ մի բան մի հանի 0, չէ։
ու ավելացա 10 ու 20։ Պետք է ասեմ։ Նայ, առաջին սրա նայ, 3 հատ ինքը իրականում 3 հատ հիմնական պարամետր է ստանում, 3 եւ ավել պարամետր է ստանում, էլի հիմնականը։ Առաջին երկուսը հեռացնելու համար է, առաջին ասում ես տեղադիրքը որտեղից պիտի հեռացնի, քանի հատ հեռացնի, իսկ դրանից հետո ինչ տաս, ինքը ավելացնելու է այդ տեղից։ Հա։ Պետք է ասի, որ եթե ուզենաս կոնկրետ ինչ-որ տեղից բան ավելացնես, կարաս հանգիստ էսի օգտագործես։ Օրինակ ուզում ես 4-րդ ինդեքսից բան ավելացնես։ Պետք է եթե ասես 4-ից ոչ մի հատ մի հանի, բայց ավելացրը։ Հա։ Պետք է ասես, չէ՞, ինքը շատ խելացի ստրուկտուրա է, էլի։ Սենց հիշես մի անգամ անես, հիշես, սա հասկանալի անելու ախպերես։ Կուզես մի հատ անես։ Դե լավ, դասի վերջի մի հատ հետ կանենք նորից, որ ձերքդ բացվի։ Հա, այս փորձել եմ տունը։ Հա։ Շատ ավելի լավ որ փորձել ես։ Հիմա աստեղ ախպերես, մի հատ կարևոր բան, ունենք մի հատ փոփոխական նամս, չէ՞, որի մեջ լցած է թվեր։ Ինչ ան այ, մի հատ թազա փոփոխական է սարքել, որի մեջ դնում է ախպերես նամսից հանած նամսի մեջ slice 1-3։ Նայ, այստեղ մի հատ կարևոր բան ախպերես։ Ինքը իր օրիգինալը չի փոփոխում։ Slice-ի ու slice-ի տարբերությունը էդ է։ Պետք է ասիր, հիմա նայ, եթե դու անում ես splice-ը հետևյալ ձև է, չէ՞, կանչվում։ Հա։ Ինքը կոնկրետ է զավասկոյից հանում է։ Իսկ slice-ը դու ինչ-որ փոփոխականի մեջ պիտի պահես։ Որտեղ slice-ը օրիգինալին չի կպտում։ Այս թազա մոդիֆիկացվածի մեջ է դրվում։ Հա։ Էսի շատ կարևոր է, մի հատ տանը փորձի նորից, որ վերհիշես, ինքը շատ կարևոր տարբերություն է, որ հասկանաս slice-ի ու splice-ի տարբերությունը։ Իրանք շատ նման են իրար, որ չխառնես, էլի մի հատ պրոստը պիտի տանը փորձես։ Հա։ Հոյակա, պարզ ջան։ Հաջորդ կարևոր բաներից մեկը ախպերես։ Ունենք նա երկու հատ բան, չէ՞, ինչ ունենք, զանգված, երկու հատ զանգված, չէ՞, թվերի զանգված։ Դե կոնկատը հասկանալի բառ է, անգլերեն թարգմանումը նշանակում է կոնկատ անել, կպցնել իրար, էլի։ Հա։ Ասում է թազա փոփոխականասարքի, ասում է array 1-ի միացրա array 2-ը։ Ու ինչ ստանաս, դիր combined-ի մեջ։ Մի հատ կարևոր բան պիտի հասկանանք ախպերս, որ այս մեր կոնկատը ախպերս չի փոխում, էլի, ոչ array 1-ը, ոչ array 2-ը։ Հա։ Ինքը array 1-ը ու 2-ը կպցնում է իրար պրոստը։ Որ մենք հիմա combined-ը console լոգանենք, տենալու ենք իրար կապած։ Բայց եթե console լոգանենք array 2-ը, տենալու ենք 4-5-6։ Նայ, ախպերս, էսի մենք տարբերակներից մեկն էր, այսպես կոնկատ անելու։ Բայց ավելի հավանական ու շատ կիրառվող տարբերակը էսի ախպերս։ Ինքը ոնց է աշխատում, դրվում է 3 հատ կետ, նայ, ասում է in spread փոփոխականի մեջ, նա թազա փոփոխական է սարքել։ Դիր այն ամեն ինչ որ կա array 1-ում, էսի է դա նշանակում։ Հա։ Արյունը spread է, էլի կոչվում։ Էսի հենց ասեն spread գործողություն, պիտի այս 3 հատ կետը հիշես։ Ինքը ախպերս։ Նայ, вообще JavaScript-ը փուլա զարգացել է, չի։ Մի անգամից JavaScript-ը այս տեստ ունեցել է, ոնց որ մենք հիմա տենում ենք իրան։ Դեմից արշջան, մենակ եղել է այս սովորական կոնկատը, հետո yes 6-ա կոչվում, դա 2016 թվականի թարմացումն է, էլի։ Ինքը իր մեջ լիքը թազա նորարարություններ կա, որ մինչև հիմա շատ լավ օգտագործվում է։ Դրանցից մեկը IC ախպերս, spread-ն է։ Ինքը, որ sense չդնես array 1 կոնկատ array 2, պրոստը շատ հասարակ 3 հատ կետես գրում ես array 1, նշանակում է ամեն ինչ որ կա array 1-ում վերսադիր ստե, ու ինչ որ կա array 2-ում վերսադիր դրանից հետո։ Նույն արդյունք։ Շատ լավ ջան։ Join-ը օգտագործվում, join-ը հիմնականում թեստերի ժամանակ օգտագործվում։ Դու պատկերացրա ունես ջան, մի հատ բարերից կախված այսպես բան, զանգված։ Ստորակել տնեմ։ Էլի ասես մի քանի ասած item-ներով զանգված ունես։ Հիմա դու ուզում ես իրանց կպցնես։ Այսինքն ուզում ես դու console լոգանես, որ գրվի hello world, այսինչ։ Ոնց պիտի անես այդ ախպերս, պիտի console լոգանես, Word-ը ինչ որ բանով միացնես իրար։
Դες եթե դու դատարկով անես, հենց hello world, այսինչ կգրվի, չէ, եթե սրանք էլ լիներ։ Այսպես բան կա։ Կարաս գծիկով իրար միացնես, այսպես գծիկով է գրվելու, պատկերացրի, չէ։ Այսինքն ոնց է ինքը աշխատում։ Ինքը ինչ տալիս ենք մենք join-ի մեջ, չէ, տվյալ սիմվոլով կպցնում է իրար։ Եթե ոչ մի բան չենք տալիս, կպցնում է ստորակետներով։ Կասորոգանենք, այսինքն ստորակետներով իրար կապած string ենք տենալու։ Հասկանալի է։ Շատ լավ արժան, անցանք առաջ։ Հաջորդ շատ կիրառվող բաներից մեկը include-նա, index-of-նա ու last index-of այդքան չէ։ Include-նա ու index-of-նա։ Նայ, իրանք շատ կարևոր են։ Նախ սկսենք include-ից։ Include-ը մեզի տալիս է true կամ false։ Եթե իր տված արժեքը մեր array-ի մեջ կա։ Հիմա նայ, ինքը ինչ ասում է, եթե fruits-ից մեջ, միս fruits-ը սեն զանգված էր։ Կա ներառումը կա apple-ը, այսի տալիս է true։ Հիմա նայ, պատկասա սենց բան ենք ուզում անենք։ Ոնց կանես, որ հասկանաս, եթե մեջը բանանը կա, ավելաս հետը չէ, մի ավելացրա, ոնց կանես։ Ինչ ավելացնի։ Խնդիրը հետևյալն է, այ լավ, դու քո էկրանի կիսվի արա, ամել կսի իշեսեսի։ Բայց այս կառուցվածքը նայ, որ մոտը տպավորվի, համ index-of-ը նայի, համ include-ը նայի։ Index-of Ախպերս, դե հիմա էկրանը մոտ կիսվի, այսի քեզ մատ խնդիր տամ, մի հատ փորձենք մտածենք անենք։ Նայ աշխա, հիմա դու ունես մրգերի զանգված, սարքի, փոփոխական սարքի մեջ է դիշ։ Const-ով անենք, թե left-ով, թե տարբերից։ Աշխա, left-ով արա։ Հիմնականում իրա մեջ, նայ, const-ն ժամանակ օգտագործի, երբ որ դու իրան չես պատրաստում փոփոխես ընդհանրապես։ Իսկ մենք պատրաստում ենք իրա մեջ փոփ, բան, ինչ-որ բան ավելացնենք։ Նայ, այդպես, հիմա դու ունես մի հատ մրգերի զանգ, մի հատ յաշիկ, ասենք մրգեր գրի, let, մրգեր, կամ fruits, ոնց ուզես։ Իրա մեջ մի քանի հատ միկրից։ Ասենք էլի նույն։ Ինչ կար։ Նորմալ, ախպերս, եկատ նորմալ է։ Հիմա ախպերս, քեզի պետք է հասկանալ, եթե apple-ը չկա, apple ավելացրա մեջը։ Արդեն if-else-ով չէ։ Մի որքան մատնոտացում։ Շտոք, մրգեր, հա երևի էլի գրենք։ Գրենք մրգեր, կետ։ Նորվա բառը, տես include։ Եթե ասում եմ մրգերի մեջ ներառում է, արդեն դրանից հետո գալիս է չակերտները, որ ասես ինչ տա ներառում։ Այս չակերտներից էր թվում։ Կլոր նոր էդի։ Ինքը պատրաստի ֆունկցիա է, էլի որ իրան կանչում ենք, պիտի ֆունկցիայի նման կանչենք։ Տես վերևը քեզի սենց if-ի մեջ ինչ միրգ ենք ման գալ, եթե չկա ինչ։ Բանան, ստուգ, եթե բանան կա, բանան ավելացրա, եթե բանան չկա, ավելացրա։ Մի ու սենց հայ լինք սենց է գրվում։ Ճիշտ է, սա գրվում, պիտի նորից գրես մրգերը, չէ։ Մրգեր, ու ինչը պիտի գրես նոր եկած։ Որ ավելացնես։ Այդ push-ը։ Ապրես, push-ը։ Չէ, push։ Հա, push-ը վերջում անշրիֆտ է դեմը, չէ։ Push-ը ախպերես, վերջից ավելացնում է, pop-ը լրիվ ջնջում է, unshift-ը ավելացնում է դեմից, shift-ը հեռացնում է դեմից։ Հա։ Քեզ պետք է պրոստը ավելացնես, պրոստը push օգտագործի։
Հենց այստեղ գրենք push, թե էլի գրենք Գրես մրգեր, մրգեր, fruits get push, կոմոդ մրգեր, չէ՞, մրգեր get push։ Այ push sense եթե բանան չկա, ավելացրա, էլի գրենք բանան, չէ, sense։ Հարց չէ։ Else պետք է մեզի, բայց այդտեղ Ինչ։ else պետք է մեզի։ Պետք է, մի հատ else գրի, console-ը գարա, մենք արդեն ունենք այդ միտքը։ Հասկացա՞ր խի մենք այս չենք դնում, ավտոմատ տանում 0-ով դնում։ Դու ինչ-որ պայմանից ելնելով էլի կարա պետք լինի ավելացնել, հեռացնել։ Աշխատանք։ Так, բանջ։ Ինչ է ինչի։ Կարաս ասես։ Սնայեմ։ Կուտենք բաշկեր։ Պոզի։ Իշին։ Նե, ոնց հասկանաս ինքը ինչ արի։ Մի հատ մինչև if-ը console log դիր։ Այսինքն ես հեշտ եմ ասում, ոնց հասկանաս քո ինչն է սխալ, էլի։ Console log-ը մրգերը։ Նա աշխատասա, դες մրգեր տենում ես թե չէ։ Մրգեր տենում ես, չէ։ Հիմա ախպերս։ Մի հատ console log-ը մրգերը if else-ից հետո։ Որտեն այս if else-ի մեջ հետո ինչ-որ բան փոխվել է, ասես թե չէ։ Ըստ ներքևը։ Հա։ Մի հատ enter սխմ այդ console log-ից հետո։ Console log-ից առաջ էլի, որ console log-ից ներքև նորմալ։ Հա։ Ատես աշխատացրել։ Ինչ է ստանում, որ banan, apple, berry, մի հատ էլ banal նորից ավելացել է։ Տեսար։ Հա։ Ինչի՞ց է էսի։ Հեսա ասեմ ինչի՞ց է, նայ։ Իրականում հիմա աշխատում է if-ը։ If-ի մեջ մտնում է push-անում մեջը։ Ասում է, եթե մրգերը ներառում են banane, մրգեր get push բանա, եթե չէ, աս մրգեր մենք ունենք այդ միտքը։ Ճիշտ է, մենք չի տպում։ Մենք ունենք այդ միտքը սխալ աշխատում, չէ։ Հա։ Հիմա ախպերս console log-ը մրգեր includes banane։ Հենց իր տեղում։ If-ի պայմանը։ Հա, պայմանը։ Մրգեր որտեղ դնեի։ Այդ if-ի այդ console log-ի մեջ դիր includes-ը։ Հա։ Մրգեր get includes։ Sense։ Նե։ Հա։ Տեստ, բեզի վերադարձես true։ Եկամոտ տարա սխալում ես banan, banan։ Մի անգամ որ ասել, այդ իմ բաթերը քո բանալը ջնջես են մրգերի մեջից։ Մի հատ կաշխատացնես նորից։ Մենք ունենք այդ միրգը։ Առանց դրա։ Հա, որտեվ ախպերս հակառակն ես անում։ Որտեղ։ Նայ, ախպերս, ասեմ խնդիրը որ նայ։ Նայ, if-ի մեջ դու ինչ ես ստուգել։ If-ը մրգերը includes, մեր բանի մեջ ստուգել ենք կա թե չէ։ Քարա դու հետ լինի։ Հիմա մրգեր includes banane, ինչ է մեզի տալու։ True թե false։ True։ Եթե true տալու ինչն է աշխատելու։ Եթե true աշխատում հենց if-ը։ If-ի մեջին է, չի աշխատում, այսինքն մի հատ էլ է փոչից ավելացնելու։
Հա։ Պետք է ասիր խնդիրը։ Ահա։ Մեզի ինչ ա պետք։ Մեզ պետք է ասենք եթե չկա։ Ոչ թե եթե կա։ Այսինքն մի հատ մրգեր include-ից առաջ ճխտում դիր if-ի մեջ։ Ամենադեմը։ Այդ է։ Այս ենք աշխատացրել։ Մենք ունենք այդ միտքը ու 3 հատ մնաց, չէ՞։ Հա։ Ահա։ Այսինքն մեր սխալներն է, որ մենք ստուգում ենք ինքը կա ու ավելացնում ենք։ Մենք պետք է ինքը չկա, մենակ այդ դեպքում ավելացնենք, չէ՞։ Հա, հա։ Հասկացանք, չէ՞ ֆուր։ Ահա։ Հիմա ախպերս պիտի հասկանանք Apple-ը որ երրորդ անդամն է, ոնց հասկանանք։ Դրա համար օգտագործում ենք index of-ը։ Այդ սարքին դիետ if-ը, պրոստը մի հատ կոնսոլոգարա մրգեր կետ Մրգեր կետ նայ ոնց էր index of-ը մեծատար։ Հենա բերեց։ Աստեղ ունենք չէ։ Ահա։ Հակյատները բացում ես։ Որտեղ ինքը պատրաստի ֆունկցիա է, չէ՞։ Հա։ Հիմա պիտի string of տաս։ Պիտի ստուգես օրինակ հասկանաս Apple-ը որ երրորդն է, string։ Apple, հա։ Ապրես index of Apple։ Ինքը մեզ ինչ է տպելու։ Ինքը որ երրորդն է, հենց դες կտպի։ Հա ինչ է տպելու մեզի։ Կտպի որ առաջինն է։ Ապրես մեզի 1 է տպելու աշխատացրա։ 1, այսինքն։ Հիմա ախպերս։ Index of մի հատ NS բանգի որ չունենք։ Եսի կարևոր բաս է ախպերս։ Ինքը մեզի error չի տալու։ Ասենք խառը բաներ գլիս։ Պարտադիր չի իմաստով բան գրես։ Ինքը մեզի տալու է -1։ Ահա։ Հա։ Եսի եթե ինչ-որ բան ես դու մանգալի որը չկա, այդպես index-ով բան չկա, ինքը մեզի չի տալի error, չի տալի undefined, մեզ տալիս է -1։ Եսի իր բանն է, նյուանսն է կարևոր, որ պիտի հիշենք։ Ահա։ Ֆիքսեցիր, չէ՞։ Հա։ Ուզեցի դու գրես, որտեղ ինքը շատ կարևոր է, էլի։ Հիմա ախպերես, որ ձեռքդ բացվի, մի հատ առաջին բանանը ջնջի։ Չէ, դες չէ, ֆունկցիա բանով, էլի։ Մրգեր կետ։ Որտեղ ջնջեմ։ Դեմից է, չէ՞, Բանանը, հա։ Դեմից ոնց ենք բանանը։ Հա, հա։ Shift-ով։ Shift, unshift։ Shift ինչ էր անում, unshift ինչ էր անում։ Unshift-ը ավելացնում է, shift-ը ջնջում էր։ Լավ, փորձի։ Ստեղ արդեն կարանք գրենք 0 ինքը հասկանում է տենց։ Ոնց։ Որ գրենք մրգեր 0-րդ անդամը էլի։ Չէ, ախպեր, shift-ն ու unshift-ը իրանք պատրաստի ֆունկցիաներ են, որ ոչ մի բան չես փոխանցում իրաց մեջ։ Անայ, unshift-ը ավելացնելու համար է, shift-ը հեռացնելու համար է։ Հա, ու առաջի անդամին ամենակ վերաբերվում, հա։ Առաջինն է հեռացնում, հա։ Իսկ եթե կոնկրետ դու ինդեքսով ուզում հեռացնես, պիտի օգտագործես splice-ը։ Չէ՞, նոր ասեցինք, օրինակ երկրորդից մի հատ հեռացրե։ Պիտի ասել օրինակ 0-րդից մի հատ հեռացրե։ Splice 0 պիտի ասել, եթե ուզում ես ինդեքսով անես։ Ահա։ Հիմա եթե դրանից հետո կոնսոլ մի հատ կոնսոլով անես մրգեր եք, դրանից որ ինքը հեռացել է։ Հիմա ախպերես, նա ինչ եմ ուզում անես։ Էս եղա։ Հիմա ուզում եմ մի քանի հատ մրգեր ավելացրա, խառը, բայց իմաստ կարաս այդպես պրոստ խառը մի երկու հատ խառը բաներ ավելացրա։ Ասենք խաղող տող։ Հիմա ախպեր, ուզում եմ հասկանաս, որ երրորդն է խաղողը ու խաղողից մի հատ առաջ ջնջես մի հատ բան։ Խաղողի նախորդին ջնջես։ Նախորդին։ Դες ավտոմատ բարդացնում եմ, ես չեմ ասում գնա գտի bearing որնա bearing ջնջի։ Ասում գնա գտի որն է խաղողը ու խաղողից մի հատ նախորդ ջնջի։ Հա։ Սեղ
index of-ներ, չէ։ Ապրես։ Index այստեղ խաղող մի հատ առաջ, հա։ Հա։ Նայ, նա կարևոր բան արժա։ Հիմա դու որ կոնսոլոգ ես անում, ինքը ուղղակի էկրանին տպում է, չէ, ոչ միտեղ չի պահում։ Հա։ Այսինքն քեզ ինչ է պետք, մի հատ փոփոխական է պետք, որի մեջ կպահես, թե ինքը որ երրորդն է, չէ։ Հա։ Ասենք let խաղողի դիրք օրինակ չգիտեմ։ Ինչ-որ բան է, ինչ-որ փոփոխականի անում։ Հավասար է այդ քո մրգեր ինդեքսով խաղող, կարաս copy paste անես։ Հավասար մրգեր index, այսօմ ընդհանուր թե կոնսոլոգից մեջ է, կոնսոլոգը պետք չի։ Էսի խաղողի դիրքն է, չէ։ Մենք ինչ ենք ուզում ախպերս անենք։ Ուզում ենք մենք ոչ թե խաղողը ջնջենք, այլ խաղողի նախորդին, չէ, ջնջենք։ Հա։ Մենք ինչ պիտի անենք։ Մենք պիտի RS փոփոխական տանոդի ջնջվող մրգի ինդեքս, այդ այնց անոդի։ Էսրան է։ Հա։ Մենք ուզում ենք հասկանալ, թե որ ուզում ենք ջնջենք իր ինդեքսը որն է։ Հա։ Օհո։ Այդ բերինը, չէ։ Հա։ Դակլետ։ Merge, չէ, նայ, խաղողը թողում ես։ Մենք խաղողի նախորդ ենք, չէ, ուզում։ Merge index of խաղող -1, չէ։ Ահա։ Դա ինդեքս ասենք մեզ ինչ է տալու ինդեքսը 0 1 2 3 է, չէ, տալու։ Հիմա 3 -1 2 կտակ, իմանանք ավտոմատ իր նախորդով է, չէ։ Հա։ Հիմա ջնջվող մրգի ինդեքսը որը պիտի լինի։ Խաղողի նախորդ։ Հիմա դու գրել ես մրգեր index of խաղող -1 էլ դգրի, հանած 1։ Տակի շարք Չէ, մենք արդեն դու վերևը փոփոխական մեջ ավտոմատ կպահես էդի։ Չէ։ Այդ ամենավերջում է ստորակետից առաջ, կես ստորակետից առաջ։ Տակ որ մի ստորակետից 259-րդ տողում, որ դու գտել ես խաղողի ինդեքսը։ Դրանից հանում խաղողից խաղողը այդ քեզ ինդեքս է տալու, չէ։ Էդի քեզ թիվ է տվել։ Այդ ֆունկցիան պետք է փակվի, որ քեզ թիվ տա։ Ֆունկցիան ձեռմի դու կլորը թող։ Հա, կլորն էլ անում։ Այդից հանի մեկ։ Ինքը ինչ քեզ է վերադարձնի, մի հատ հանում ես։ Հենց։ Հա, հիմա այս դեպքում քեզ ինքը ինչ է տալու, որ կոնսոլոգ անես ջնջվող մրգերի ինդեքս, կոնսոլոգը որ տենաս։ Ինչ է տալու քեզի։ Ջնջվողը չէ գրենք։ Հա։ Ինչ է տալու։ Ջնջվող մրգերի ինդեքս ինդեքսով խաղողը ասենք 3-ն է, ինքը երկրորդն է այդ հալու, հա, որ դարձավ 2։ Հիմա որ կոնսոլոգը տպես 260 տողում քեզ 2 է տպելու։ Կոնսոլոգը տանայի աշխատացրա։ Сейчас պահվի։ Էդի կոնսոլոգ 3-ը տպել է 262-րդ տողը։ Մենք կարաս չնջես։ Մենք հասկացանք, չէ՞, որն ենք ուզում ջնջենք։ Ավտոմատ հասցնենք ինդեքսը որն է, բայց հիմա ոնց պիտի այդ ինդեքսի անդամը ջնջենք։ Ահա, մի վարքյան։ Պիտի օգտագործենք մեր սովորածածները ենք սովորել։ Հա, արդեն ջնջելի, չէ։ Splice։ Այ, հիմա այդ կոնսոլոգից առաջ այստեղ գրենք։ Չէ, դրա մեջ է կոնսոլոգի մեջ մատ լավ տեր կարաս անել։ Նայ, պիտի սենց անես ախպերես։ Այդ կոնսոլոգիտ մեջ, այդ ջնջի այդ կոնսոլոգիտ մեջ եղած է։ Գրի մրգեր։ Մրգերի մեջ չէ, ուզում ջնջես։ Հա։ Մրգեր get։ Գրում ես մեր ֆունկցիայի անունը splice։ Առաջին պարամետրով տալիս ես որ երրորդ տեղից։ Մի վարքյան, մենք որն ենք ուզում ջնջենք, երրորդը, չէ։ Երկրորդից, այսինքն Բախպես անիմաստ իշքանը խի են վերևի տողը գրեցինք, որ պիտի 0-2 գրեինք։ Մենք գնացինք իմացան խաղողի նախորդը որն է։ Որ այդ ջնջենք, չէ։ Այսինքն այդ ջնջվող ինդեքսից, դա պիտի գրես ջնջվող ինդեքս, որ ինդեքսը թիվ է, չէ։ Որը 2 է։ Հա։
Ջնջվող Հա, ինդեքսից արդեն մի հատիկ անդամ ջնջի։ մի վարքյան Ստորակետ ստորակետ ենք, չէ։ ստորակետ մենք։ Ստորակետ։ Մի հատ էլ առանց այդ կոնսոլոգը դրանից հետո այդ գիտես ինչ արա, այդ կոպի արա կանց դրա մեջին է, այդ մրգեց Splice for iOS։ Ահա։ Այդ կոնսոլոգ էդի վերևը դիր, այդ կոնսոլ մենակ նայ կոնսոլոգի մեջ եղածը հանի դիր վերևը։ Էս վերվը թե իա մեջ։ 259-րդ տողից հետո enter սխմի։ Այս կոնսոլոգիտ մեջ եղածը մրգեր կես Splice-ը, դա ծերից ծեր հանի դիր վերևը։ Կոնսոլոգը դու դատակ մնա։ Հա։ Նայ մենք վերևի տողով այդ ինդեքսից մի հատ անդամ ջնջեցինք։ Հիմա որ կոնսոլոգ անես մրգերն էլի, որ դրանց մրգերի մեջ ինչ մնաց։ Պատկերացրի չէ՞ խի սենց արեցինք։ Հա։ Աշխատացրած չէ։ Դες կա արդեն bearing։ Չէ, չկա։ Դե մենք -1-ը հանեցինք։ Ես ուզեցի սենց խառը քեզ տանեմ, բայց որ տենաս, էլի ոնց է ինդեքսով աշխատում, ոնց է Splice-ն աշխատում։ Ճոկեցի, չէ՞, երկուսն էլ։ Բայց սենց նայի ֆիքսի։ Իրանք կիրառվող են աշտար, էսի այսօրվա քո դաստաններու իրաց լավ կնայես, հա, խորը։ Հա։ Շատ լավ։ Դες դու ստոպ տուր, ես շերանեմ, շարունակենք։ Արջան, արի մեր հաջորդ պարապունքը ուշ ժամ էլի անենք շաբաթ օրնա, չէ՞, քեզ հարմար է, էլի 7-ին անենք օրինակ։ Հա, ախպեր, հա։ Այլ արի շաբաթ էլի ուշ անենք 7-ին կամ եթե 8-ին ոնց է քեզ հարմար, որ ժամին հարմար։ Կարանք 8-ին անենք քո ժամով 9-ին։ Չէ, քո ժամով 7-ին, ժամով 8-ին, էլի։ Հա, ախպեր, Այս մի ժամին էլի անենք, շաբաթ գյուղ էլի պետք է կարող ճամփեքը սարացենի չհասնեմ, առավոտ շուտ տեղ հասնեմ։ Հա, ախպեր, հա։ Համեր կհասնես բանանես, էլի, օրուք ես մի օր էլի մնաս, սկացնես համեսի նայես, համերեն մակետը նայես։ Հոյակա պախպրես։ Անցանք առաջ, Splice-ները նայեցինք։ Spread-ն ինչ էր անում։ Spread-ը, էլի զանգվածի ավելացնում է այր։ Գումարում է այր երկու զանգում։ Երկու հատ զանգված միացնում է ապրես։ Ինչ որ կառաջին մեջ վերցնում դնում է, երկրորդի մեջ չկա դնում։ Հոյակա պաշտան, join-ն ինչ էր անում։ Join-ը միացնում։ Հա, մենք զանգված ենք տալի, ասում ենք ինչերով իրար միացրա, այդ մեր տված տերմինով միացնում է իրար։ Եթե ոչի բան չենք տալիս, ստորակետներով է միացնում։ Index-ով հասկացանք, index-ն է վերադասնում, last index-ով է, նա եթե մենք երկու հատ բանան ունենանք, ամենավերջին հանդիպած index-ն է վերադասնելու։ Հա։ Այսինքն մեզ 3 հա տալու, որտեվ 0 1 2 3։ Քիչ է օգտագործում, բայց օգտագործում է, էլի վերջինը հանդիպած է։ Հա։ Շատ լավ։ Include-ը իմացար, որ ներառում է թե չի ներառում, կա թե չկա։ Դա ամենակարևորն էր։ Նայ։ Հիմա հաջորդը ոնց ցիկլով կպտտվես բոլոր անդամները ցույց կտաս։ Կմեկնաբանես էսի։ Так, ունենք փոփոխական մի հատ numbers, իա զանգվածը, զանգված մեջ ունենք մեկ թվեր։ Так, մեր let in հավասար է 0, այսինքն 1-ից, հետո in Ինչ անում Արչան։ Так, i++։ Այսինքն մեր զանգվածի մեջի բանն ենք հաշվում։ Արչան մի վարքյան զանգի պատասխանեմ ասեմ, էլի ախպերս ներող կնես, մա զանգի պատասխանեմ։ Հազար պարապունք եմ ասարակ։ Ասա։ Հեռու ես։ Հոտիկա։ Տրանսպորտով ես կարել, թե բանը, ֆոտո։ Արչան շարունակենք ախպերս։ Հա։ Հա, նայ ախպերս։ Այսի մենք ունենք մի հատ զանգված, չէ։ Հիմա ուզում ենք հերթով բոլոր անդամները տպենք։ Պետք է ցիկլ պատտվենք մեր զանգվածի վրայով, չէ։ Հա։ Ինչքան պետք է պատտվենք։ Իր երկարությունը պետք է իմանանք, չէ՞ ինչքան է։ Հա։ I++։
Հիմա նայ, այստեղի ասես numbers y է։ Որտեղ մենք console-ով գանենք i, պատկասը այսպես խառը բանա գրած։ Ասենք 55-ա գրած, որ ինդեքսներ չխառնես, 53-ա գրած, 3-ա գրած, դե ասենք 40, 74-ա գրած։ Եթե ուզում ես հերթով սի տպես։ Եթե դու տպես մենակ i ախպերես, մեր in ինչ է տպելու։ Առաջին քայլում տպելու է in ինչ։ In 1 In սկսում է 0-ից։ Ահա То есть in հավասար է 0, 0-ից սկսում եմ։ Հետո 2, հետո 3, մինչև որտե է թարու։ Մինչև 55-ը, հա։ Չէ, ախպերես, մեր 55-ը խիպը 55-ից կապ ունի։ Ասում եմ numbers-ի length-ը, մեր numbers-ը որն է։ Այս const-ի հայտի։ Հա, իր length-ը ինչքան է։ Իա 5-ը։ Հա, ախպերես, երկարությունը 5-ը։ Այսինքն ստա մինչև 5-ը վազելու է, ստա պատկասը 5-ա գրած։ Հա։ Այսինքն ասում եմ մի ցիկլ պատտվի 0-ից մինչև 5-ը, ամեն քայլում տպի առաջին քայլում 0, հետո 1, հետո 2, հետո 3, հետո 4, հետո 5, չէ՞։ Հա։ Բայց ախպերես, նայ, մենք չենք ուզում որ ինտես մեզի 0-ից մինչև այդքան տպի, մենք ուզում ենք այս թվերը տպի։ Իսկ այս թվերը այս դեպքում in մեր համար դառնում է index։ Այսինքն որ ես տպեմ առաջին քայլում numbers-ի 0-ն, numbers-ի 0-ն որն է։ 1-ը։ Numbers-ի 3-ը որն է։ 0 1 2 74-ը։ Եթե այսինքն in առաջին քայլում 0 է, չէ՞։ Հետո 1, հետո 2, հետո 3, հետո 4։ Այսինքն մինչև վերջ եթալու է։ Հա։ Ու մի հերթով տպելու էլի numbers-ները 1, 55-ը։ Ահա։ Էսի ախպերես, ավելի բարդ գրելաձև է, այս ավելի հեշտ գրելաձև է, նույնը անելու համար։ Ավելի մաքուր է էսենց անես, էլի։ Երկուսն էլ տանը կփորձես։ Բայց այս մեկը այն նայենք ինչ անում ախպեր։ Նա ինքը հետևյալ ձև աշխատում։ Const num of numbers։ Այստեղ կարող letter լինի ախպեր, տարբերություն չկա։ Հարի ասեմ, դες ինքը ոնց աշխատում։ Ինքը շատ կիրառվող է էլի։ Արս որտեղ չես հասկանում, կասես, էլ ինձի։ Հա։ Ոնց վերևին հասկացել ես։ Վերևինը հասկացա։ Այդ նույնը ախպերս կարանք անենք այս ձևով, էլի։ Ինքը որ սենց չգրենք for in sense, նա ասում եմ, այս length-ի քայլը բաց թողելու համար, էսի կարճ գրելաձևն է։ Ասում ես let num of numbers։ Ասում է, անայ առաջին քայլում, ասում է վազիմ նա, էսի կոպիտ ասած նույն բանն է, պրոստը սենց կարճ գրած։ Ասում է վազիմ numbers-ի վրայով, իսկ իմ numbers-ը զանգված էր, չէ՞։ Հա։ Ամեն հերթական անդամը վերագրի նամին ու տպի։ Այսինքն առաջին քայլում իմ նամը հելնում է 1, հետո 55, հետո 3, հետո 74։ Ու ամեն անգամ այդ ասում է տպի։ Այսի կարճ գրելաձևն է, էլի։ Ահա։ Հիմա դու մեկնաբանես ոնց է աշխատում։ Առաջին քայլում մեր նամը ինչին է հավասարնում։ То есть ինքը արդեն 0 է, հա, արդեն հավասար։ Այս դե նա եղբայր, մեր numbers-ը ինչ է։ Numbers-ը դեն զանգված է, չի ինչ numbers-ը զանգված է, որ մեջ item-ներ կան։ Ասում եմ վազի իմ numbers-ի վրայով ու ամեն քայլում, որ սկսել ես վազելը, ամեն հերթական անդամին բեր դիր նամիս մեջ, ըստ էս կարամ ուրիշ բան գրեմ, բեր դիր էս HFF-ից մեջ օրինակ։ Հա։ Ինչ որ դու ստե առաջին numbers-ի մեջ առաջին անդամին բեր դիր HFF-ի մեջ ու ասենք է սրան տպի։ Հետո երկրորդ քայլում ինչի հավասար, ինչ որ երկրորդ քայլը տերում ես նորից բեր դիր սրա մեջ, էլի տպի։ Այնքան մինչև բրծնի իմ numbers-ը։ Հա։ Այսինքն կոպիտ ասած ասում եմ հերթով վազի ամեն հերթական անդամի մեջ ստանաս հերթական ասում եմ բեր դիր սրա մեջ ու իրան տպի։ Ահա, հա։ Հեշտ է, չէ՞։ Հա, շա։ Այսի նույն էսի, պրոստեսի մենք length ենք հաշվում, վերջ է, իմանում ենք քանի անդամ կա, հատիկ ինդեքսն ենք որոշում տպում ենք։ Իսկ էսի ավտոմատ անում սա։ Մի հատ էլ կարևոր բան կա for each։ For each-ն էլ սրա նման է, պրոստը ինքը for-ի նման է, մի քիչ ուրիշ ձև աշխատում, հեսա կասեմ ոնց աշխատում։ For each ախպերես, ավելի line հասկացողություն է, մենք ավելի խորն հասնելու ենք, բայց ասեմ ինչա ինքը։ Ինքը էլի for each ասում է ամեն մի հատ անդամը որ վազես ամեն անդամի վրով, ֆունկցիա թող աշխատի ու ինչ որ բան թող կատարի։ Նայ, պատկասա հիմա դու ուզում ես էկրանին տպես այս բոլոր թվերի բանը
այս բոլոր թվերը մի հատիկով մեծացրած։ Ասենք 2, 56, 4։ Հա։ Պատկերացրիչ, չէ՞, ոնց պիտի անենք դա։ Պետք է արդեն մեր մի վարքյան էդի նամներ, չէ։ Հա, եկանք համ սենց անենք, ախպերներ։ Կանանք ամեն քայլում տպենք այս ինչ հերթական անդամ +1, չէ՞։ Կամ կանանք ամեն մի հատ անդամի համար, որ վազել ենք, ամեն անդամի համար աշխատի մի հատ ֆունկցիա ստանա այդ հերթական անդամը, ու հերթական անդամ +1 անի։ Նույնն է լինելու, էլի։ Այսի պրոստը մինչև դու տանը չգրես չես տենա, այս տանը մի հատ լավ գրի, վաղը որն է հաջորդ դասին այսի խորը նորից իր հետ կնայենք։ Այսի շատ կարևոր բան է, կարող դմից բարդ թվա, բայց այս սա համ for-իչը, for-ը մեկ էլ for-ը այս մի ձևով։ Իրանք միշտ քեզի պետք են, միշտ կիրառվելու են, էլի։ Մանավանդ for-իչը շատ է կիրառվում, էլի։ Հա։ Այսի կնայես արտանը, մենք հաջորդ դասին նորից կնայենք էսի։ Այսօրվա դասը մի քիչ բարդ է քո համար լինելու, որովհետև շատ է հիշելու բաներն են։ Ինքը ոչ թե բարդ է հասկանալու առումով, այլ հիշելու առումով, որովհետև շատ բան պիտի հիշես։ Top-ը, shift-ը, unshift-ը, սա բացի դրանից ասում ենք նաև sort-ը։ Արի սրանք ասենք ախպերս։ Sort-ը ինչ է անում։ Sort-ը դասավորում է, եթե տալիս ենք թվեր, թվերը դասավորում է։ Եթե տալիս ենք տառեր, ախպերս, տառերը անվանական կարգով է դասավորում։ Հա։ Օրինակ, ստե նայ ատարը ավելի առաջ է, չէ՞, b-ից։ Որ sort ենք անում, ինքը apple-ը բերում է առաջ։ Հա։ Այս բաներ օգտագործում ես լավ ջանքեր կասեմ։ Reverse-ը ախպերս ֆրցնում է, ինչ տալիս ես ֆրցնում է։ Հա։ Պատկասը տվել ես 1, 2, 3, 4, 5, 6, 9, ինքը 9-ից հակառակ է բերում, reverse անում։ Հա։ Էլի շատ կիրառվող է։ Այս sort-ը, ասես մի հատ բան ունի, ինքը ասես բաներ կա, ֆունկցիա կարաս իր մեջ աշխատացես։ Նայ, պատկասը դու ուզում ես դասավորես, ստանաս a-ն ու b-ն ու a-ից հանես b-ն։ Հեսի իրականում մի քիչ անիմաստ բան կարող ես թվայես, բայց բացատրեմ ինքը ոնց է աշխատում։ Հիմա նայ, մենք ունենք 10, 5, 100, 1, 50 թվերը։ Մեր զանգվածի մեջ, չէ՞։ Հա։ Հիմա ասում եմ ստացի a-ն ու b-ն, a-ն ու b-ն առաջին դեպքում 5-ն ու 10-ն են, չէ՞։ Հա։ Ու ոնց որ իրար հանի ու դասավորի, սա հերթով ամեն մեկից իրար հանի ու դասավորի։ Էսի բայց այս նույն բանը, այսպես անիմաստ անես, այս նույնը եթե դու սենց անել, նույնն է լինելու, էլի։ Այսինքն sort-ը դասավորում ես, չէ՞, որ դու պրոստը դասավորի 1, 5, 10, 150, կարեր այսպես բան չգրեսի, տակից ենք սենց անում, էլի, զուտ տվել են որ տենաս։ Տակից ինքը տենց հերթով իրար հանում է, համեմատում է։ Ինքը պրոստը ամենաշատ օգտագործվում է պրոստը sort պիտի գրես, էլի։ Ասես բաներ չի օգտագործվում հիմնականում, պրոստը որ ինչ որտեղ հանդիպես իմանաս, էսի ավել քայլ, ասես չեն անում։ Հա։ Էսի ինչի համար է քեզի պետք, էսի ոնց որ ավել պարամետր է, որ ինքը հասկանա ոնց դասավորի, էլի։ Տես sort-ն ու reverse-ը կարճ գրելաձև է, չէ՞, պրոստը sort-ը սորտավորում էր, դասավորում էր մեծից փոքրից մեծ, reverse-ը հակա ֆրցնում էր։ Բայց ոնց պետք է անես, որ ուզում ես փոքրից, ոչ թե փոքրից մեծ, այլ մեծից փոքր դասավորես։ Մեծից փոքրը արդեն reverse-ով, հա։ Նայ, reverse-ը ֆրցնում է, reverse-ը չի դասավորում։ Հա, հա, ուրեմն sort-ն ու reverse։ Հա, պետք է sort անես ու reverse անես։ Կամ պետք է մենակ sort անես, հենց հավայի բաներ մեջ գրես, b-ից անես հա։ Հա, արդեն որ զուտ ֆրցնելու համար ինքը էդի։ Այս նույն բանն է, բայց էսի չի օգտագործվում, էլի հիմնականում sort են անում, reverse են անում, որ դու ուզում ես հակառակ հերթականությամբ լինի։ Էսի էսան չի օգտագործվում, էլի այսքան քանի չի օգտագործվում, բայց որ իմանաս կարաս առանց reverse-ի մենակ sort-ով հակառակ հերթականությամբ դասավորես։ Հոյակա, բարձր, ես էլ տանը կնայես, էլի քո օրինակներից է, լավ է։ Շատ կարևոր բաներից մեկը կոպին։ Մենք կոպին թեթև անցել ենք, չէ՞։ Կոպին։ Հա, հեսակ բացատրեմ։ Լավ, արի բացատրեմ, սա քիշես։ Նայ, ունենք մի հատ օրիգինալ անունով փոփոխական,
որի մեջ պահված է զանգված, չէ՞։ Հա։ Հիմա ախպերես ես վերցնում եմ մի հատ թազա փոփոխական եմ սարքում, reverse եմ անունը դնում, այս փոփոխականի մեջ դնում եմ իմ օրիգինալի արժեքները, այսինքն լագիչները բերում եմ այս ինչ կա դնում եմ մեջը, չէ՞։ Հա։ Այստեղ JavaScript-ի խնդրեմ կա ախպեր։ Հիմա եթե դու push անես reverse-ի մեջ, ինքը օրիգինալի մեջ էլ է բան փոխելու։ Հա։ Թեթև եմ ասել քեզի, կարող հիմա չի հիշես։ Ինքը շատ կարևոր նյուանս է։ Այսենց կոպի չեն անում ախպեր։ Այսենց կոպի չեն անում։ Եթե դու ուզում ես այս օրիգինալի ինչ կա չկա վերցնես դնես reverse-ի մեջ, այսենց անում ես ինքը ճիշտ չի աշխատում։ Պատկասիր։ Հա։ Այսինքն ինչ ալին, դու մեկնաբանի խնդիրը։ Այսինքն խնդիրը որ մենք reverse-ի մեջ չենք կարող հետո ինչ որ բան ավելացնենք կամ հանենք, որտեղ օրիգինալի մեջ էլ կարող ավելացնենք ու անենք, պրոստը օրիգինալն էլ է փոփոխվելու։ Հա, նույն ձև կփոխվի, հա։ Բա ոնց անենք, որ խնդիր չունենանք ախպերս։ Դրա համար պիտի օգտագործենք ասես բան, այսի մեր առաջին զանգվածն է, հա։ Երկրորդը որ ուզում ենք իր կոպին գրենք, պիտի գրենք առաջին զանգված get slice։ Slice-ն ինչ էր անում։ Միացնում է իրար, չէ՞։ Հա։ Միացնում է իրար ինչով։ Ստորակետներով։ Եթե ոչի բան չես տալի։ Դու սա գալի մենք ունենում ենք կոպի մեկի մեջ ստորակետներով միացած, այս նույն բանը, չէ՞։ Հա։ Այսի տարբերակներից մեկն է։ Չի օգտագործվում։ Այս է օգտագործվում ախպերս։ 3 հատ կետ պիտի դեմից գրես, նոր իրան գրես, որ ճիշտ աշխատի։ Հիմա արմատապես բացատրեմ խնդիրը, որ խորը իմանաս։ Սա հարցազրույցների ժամանակ քեզով հարցնի իմանաս, էլի։ Նայ ախպես։ Ինչա կատարվում իրականում այստեղ։ Եթե դու reverse-ի մեջ վերցնում ես reverse-ին վերագրում ես օրիգինալը, իրականում դու ոչ թե reverse-ի մեջ դնում ես օրիգինալի արժեքները, այլ դու reverse-ի մեջ տալիս ես օրիգինալի պահվելու հասցեն, օրիգինալի տան բանալին։ Հասկացիր։ Հիմա դու սա գալի reverse-ի մեջ, դրածա թե որտեղ է գտնվում օրիգինալը։ Հիմա եթե դու ես reverse-ի մեջ բան ես փոխում, ինքը հետո մտնում է որտեղ է օրիգինալը գտնվում, օրիգինալի մեջ փոփոխում է։ Հա։ Իսկ եթե չես ուզում դες բան լինի, պրոստը պիտի այս ես գրես, 3 հատ կետ նոր։ Այսինքն անես, ես դնես են զանգվածի մեջ, դեմից 3 հատ կետ դնես։ Պատկասիր։ Հա։ Այսի հետ բերեմ, ոչ դաս ուղարկեմ քեզի, հասկանաս էլի։ Շատ լավ, էսի շատ կարևոր է, ու շատ կարևոր հիշես իրան օգտագործես։ Այս կոպի համար դու կոնկրետ էս հիշի։ Ասես բաներ կա չի օգտագործվում։ Արա նույն բանը կարա սենց արես չի օգտագործում, անիմաստ քեզ չչարչարես։ Նայ ախպեր, էսի արդեն քո տնայիններն է։ Նայ, ինչ ասում, առաջին վարժությունը, ասում է add-արա 3 հատ item մեջը, հեռացրա դիր, էդ էլի ասում, հետո կոպի արա, console log արա։ Հա։ Բոլորը տպի, բոլորը ոնց պետք է տպես։ Էսի ոնց պետք է տպես էկրանին հերթով։ Ցիկլ պետք է պատտվես, չէ, նոր սովորեցի, ցիկլ պետք է պատտվես, չէ console log որ անես, ոչ ես անի console log 0, console log 1, console log 2։ Պետք է ցիկլ պատտվես իրաց length-ով ու console log անես այդ բանը, այս անունը ու i, չէ, ես մենք ստեղ անցանք այդ եսը։ Հա։ Լսա։ Կամ այս էս պիտի անես։ Այդ տարբերակներից այդ սա պիտի իրարես, էլի այդ տնայինը, որ հատիկ-հատիկ դրանք նայես, հաջորդը պիտի ավելացնես այս battery-ին ու chess-ը, հետո remove անես bread-ը, որ ձեռքդ բացվի, էլի զուտ էտա։ Այսի եթե ինչ-որ բառ չհասկանաս, անգլերենից թարգմանի, բայց արժան աշխատի կամաց-կամաց անգլերեն զարգացնես, էլի, այս հիմնական տերմինոլոգիայի պահով, էլի։ Ռուսաստանում դες կարևոր չի, բայց եթե դսի կամպանիայում աշխատես, օրինակ չգիտեմ, remote աշխատես, անգլերը պարտադիր է դառնում։ Օրինակ ես էլ դաժե անգլի պարապմունքների եթում եմ, որ ավելի լավ խոսամ։ Ահա։ Դա բավոց անգլը շատ կարևոր է։ Նայ, անգլերեն պետք չի դու ասես թույն խոսաս, քեզի պետքա պրոստը այս կարողանաս կարդաս հասկանաս, էլի, ինչ կարդաս հասկանաս։ Հա։ Ուտես հանգիստ գործ կճարես, էլի։ Ոնց է քո անգլերենը չի զրոյական, դու նորմալ անգլերեն ես կարդում ես, հասկանում ես, մի քիչ ավելի պիտի լավացնես, պրոստը եթե գործ եզում ասես, էլի։ Չնայած կամպանիայից է կախված, այնց է կամպանիակա չէր պահանջում։ Աղջան, էսի զուտ տնայիններն է,
տնայինները պիտի այդքանը նայես, սաղը ինչ անցել ենք հատիկ սաղ փորձես, կոպին հասկանաս նորից, հաջորդ դասի նորից կանցնենք դրանք, հաջորդ դասի սկզբից այս for-ի 3 հատ ձևերը իր այդ նորից անցնելու ենք, որտեղ իրանք կարևոր են։ 3 հատ for-ի ձև կա։ Մի հատը for each-ով, մի հատը for-ով, որը այստեղ off-ով աստանում, մի հատը մեր իմացած սովորական for-ը։ Իսկ սա խարը կանենք իրար հետ։ Դու շաբաթ օրը մի քիչ ժամանակ ունես, էլի, մինչև ձեր մոտով գիշերվա ժամը իմ մոտով 7-ը, ձեր մոտով 8-ը, չէ՞ լինում։ Հա։ Մինչև ձեր մոտը մի վարքան իմ մոտով 7-ը, քո մոտով 8-ը։ Դե չէ, Չէ, հակառակ։ Իմ մոտով 8-ը, քո մոտով 9-ը, հա։ Չէ, քո մոտով։ Չէ, քո մոտ 8-ը, 7-ը։ Իմ մոտով 8-ը, քո մոտով 7-ը, այդտենց։ Հա։ Եկա ժամանակ ունես, էլի, մինչև 7-ը կարաս հասնես մարկետներ, էլի, եթե ինչ-որ չափով մոբայլ սարքես։ Հա։ Եթե հարց ա լինում, արդ ես վեշտի կապեմ, կարա զանգես, գրես, հենց արխային այդ բավ չմտածես, երբ բանա պետք լինում, զանգի եւ մի լրվի։ Այն բանը մարկետին գլավնի նկարաթողը եմ սև գծով, թե Չէ, բան արա։ Գիտես ինչ արա։ Այո, Պրոստը էսի մտնեմ ստե։ Մտի այդ նկարը տակից կտրի մի քիչ, էլի։ Ասենց ոնց է նա, աչք կլիկ արա կամ ստեի մոտ հաստատ ինչ-որ գործիք կլինի edit-ի։ Այս edit photos մի փոքր տակից կտրի։ Այսպես էլի։ ամպի մեջ է։ Այս մի սանտիմետր կտրի, այդ տակը տենց ավել գիծ էլի կա։ Կարգած կանի նայենք։ Որ նկարն է, այս է, չէ՞։ Հա։ Այսպես կտրես ինքը լուծելու է։ Ասես մի սանտիմետր տակից կտրի, էլի, այսպես մի քիչ։ Ինչ որ տակը գիծ ունի։ Եթե ինչ պետք է եմ ասում, արխային ինձ ասա։ Ոստե AI արդեն է, հա։ Դուք մեզ արդեն AI է մտել Windows-ի մեջ։ Չգիտեի որ մտել է։ Դիմ հա։ Մոկա ջնջի հա ինքը։ Եսի նոր տեսա, չէի տեսա որ լաստիկ ավելացա։ Չա ուզում անի։ Մտածում ալը։ Ջնջի։ Ինչ որ է։ Կարա մեկուս։ Հա, խայտարա կարավ ջնջես բա ինչ արավ։ Չէ, չի կարամ թուլա։ Windows-ի այն ինչ պետք է։ Ձերի ծրագիրը։ Բայց օրինակ բանին է, Copilot-ը շատ ուժեղ զարգացել է։ Հանգիստ ուզում ես ջնջում ավելացնում, հա։ Պրոֆա դարձես, Photoshop-ը պետք չի գալու, դաժե կարելի է Photoshop-ը compression չել։ Ինչ անում եք, ինք արդեն կարող անի, էլի։ Վարչա, շատ լավ, արի էսի ստոպ տամ։